Համբարձեք իշխան դզրունը զերի վեր, համբարձին դրում կավիտենից և մրցեք թագավոր հարած։ Վեր բարձրացվեք երկնային իշխանություններ, վեր բարձրացվեք երկնային դռները, որպեսզի այնտեղ մտնի մեր երկնավոր հարած թագավորը։ Պատարագի ընթացքում լսում ենք այս խոսքերը, երբ որ վերաբերում է կատարվում, այսինքն երբ որ սկիհը խորհրդանոցից վերաբերմամբ, այսինքն վեր բարձրացմամբ, հանդիսավոր կերպով բերվում և մատուցվում է սեղանին, որպեսզի նախապատրաստվի նշխարքի և գինու Քրիստոսի մարմինն ու արյան խորհրդաբար փոխակերպման այդ խորհուրդը, որը որ մենք ամեն կիրակի, ամեն պատարագին դա կատարում ենք և մասնակից ենք դառնում այդ հաղորդակցությանը։ Շատերը ճիշտ է, հաղորդակցություն բառը այնքան էլ ճիշտ չեն հասկանում, կամ էլ ընդհանրապես չեն հասկանում։ Հաղորդակցությունը դա Տիրոջ հետ շփման մեջ մտնել է։ Ինչպես ասում է Տերը Հովհաննես ավետարանի մեջ, որպեսզի ես բնակվեմ ձեր մեջ, դուք էլ բնակվեք իմ մեջ, ինչպես որ ես իմ հոր մեջ եմ և հայրս իմ մեջ է, այնպես էլ հաղորդակցության ժամանակ, երբ որ հաղորդվում ենք Տիրոջով, Տիրոջ հետ, ուրեմն նշանակում է մենք բնակվում ենք Տիրոջ մեջ, Տերն էլ բնակվում է մեր մեջ։ Ուրեմն այնևս դրանից հետո մեզ հորդորում է Տերը, որ մեր մարմինը պետք է մաքուր պահենք, որովհետև մեր մարմինն այլևս այդ պահից սկսյալ դառնում է Սուրբ Հոգու տաճար, քանի որ այնտեղ բնակվում է Տերը, Սուրբ Հոգով իջնում և բնակվում է մեր մեջ։ Այս գործընթացը, այս իրողությունը, այս ճշմարտությունը, այս խորհուրդը, ինչի համար խորհուրդ, որովհետև չենք տեսնում, բայց դա իրականություն է, ես կյանքում շատ բաներ կա, որ չենք տեսնում, բայց հավատում ենք, ինչի համար, որովհետև որպես քրիստոնյա մենք ավելի շատ պետք է կենտրոնացած լինենք հավատքի վրա, քան թե տեսողության վրա։ Մենք ոչ թե այս աշխարհում ամեն բան քննում ենք միայն տեսողությամբ, այլ նաև սրտով, երբ մեր սիրտը թելադրում է, երբ մեր հոգին կանչում է, երբ մեր խիղճը զարդում է։ Շատ երևույթներ կան այս աշխարհի մեջ, որ մենք չենք տեսնում, բայց հավատում ենք։ Ինչպես օրինակ երևույթներ կան, որոնք դու ինքդ ականատես չես եղել, իրադարձություններ կան այս կյանքում, որ տեղի են ունենում, դու ինքդ ականատես չես եղել, ինքդ մասնակից չես դարձել, բայց երբ որ կողքից, երրորդ, չորրորդ մարդու կողմից այդ լուրը իմանում ես, կամ լրատվամիջոցներով ես իմանում, կամ ինտերնետով ես իմանում, կամ հարևանից, բարեկամից, ծանոթից, չգիտեմ, անծանոթից իմանում ես, հավատում ես, ընդունում ես, բայց դու չես տեսել, դու այնտեղ ականատես չես եղել, այնտեղ մասնակից չես դարձել։ Ինքդ այդ գործընթացի պրոցեսի մեջ չես եղել, բայց հավատում ես, որ այո, այդպիսի բան իրականում եղել է։ Այնպես էլ հոգևոր կյանքի մեջ է, բաներ կան մենք չենք տեսնում, բայց հոգով հավատում ենք։ Այն ամենը, ինչ որ դու չես տեսնում, բայց հոգով ու սրտով հավատում ես, այդ դա կոչվում է խորհուրդ, որը մենք իբրև քրիստոնյա ժողովուրդ շատ քչերս ենք հասկանում այդ խորհրդի իմաստը, կամ էլ ձևականորեն ենք մոտենում այդ խորհրդին։ Ինչպես օրինակ, մենք մասնակից չենք դարձել Քրիստոսի համբարձման օրվան։ Մենք չենք եղել այնտեղ, որտեղ որ Քրիստոս էր։ Մենք չենք եղել առաքյալների հետ։ Երբ որ պետք է Հիսուս Քրիստոս համբարձվել դեպի երկինք։ Ուրեմն մենք այնտեղ ներկա չենք եղել, բայց հավատում ենք Քրիստոսի համբարձման։ Հավատում ենք, որ Քրիստոս վեր է բարձրացել։ Հավատում ենք այն խոսքի, որ գրված է Սուրբ Գրքի մեջ, որ ասում է գալու է նույն ճանապարհով, նրանց սպասեք նույն ճանապարհով, ինչպես այսօր Գործք առաքելոցի մեջ էր ասում,
Պողոս առաքյալի շուտերով, Ղուկաս ավետարանչի գրվածքով, որ ասում է մենք այնտեղ էինք, ներկա էինք, ոմանք այնտեղ էին, ներկա էին եւ տեսան, թե ինչպես Քրիստոս խոսելու ընթացքում երկինք բարձրացավ եւ ամպերը ծածկեց նրան։ Մինչ առաքյալները կամ մասնակիցները ներկաները ապշահար նահում էին Քրիստոսի երկինք բարձրանալու, երկու հրեշտակներ երևացին սպիտակ զգեստներով եւ ասացին ինչու եք նայում վարդապետի հետևից, որ երկինք է բարձրանում։ Այս նույն մարդը, որ երկինք է բարձրանում, որին դուք վարդապետ եք կոչում, որին դուք ուսուցիչ եք կոչում, նորից նույն ճանապարհով գալու է։ Գնացեք եւ սպասեք։ Բայց մինչև Քրիստոսի գալը, Քրիստոս պատվեր տվեց առաքյալներին, որ սպասեն վերնատանը Երուսաղեմում, որովհետև Սուրբ Հոգին պետք է գա։ Սուրբ Հոգով պետք է նախ եւ առաջ զորանան, ժողովրդին Սուրբ Հոգով արդեն պետք է մկրտեն, ամբողջ աշխարհին քարոզելով Սուրբ երրորդության մասին, Աստծո փառքի մասին, Տիրոջ վարդապետության մասին, այն պատգամների մասին, որ Տերը տվել էր նրանց, ինչպես պատվիրեց, ասում է այն առաքյալներին, ովքեր որ մասնակից էին, չէ, այստեղ ասում է ավետարանի մեջ 11 առաքյալները գնացին Գալիլեա, որտեղ որ Հիսուս Քրիստոսի հետ ժամադրվել էին։ Եվ երբ որ հասան այն վայրը, որտեղ որ Քրիստոս էր, ոմանք տխրեցին, ոմանք ուրախացան Քրիստոսին տեսնելու, որովհետև ոմանք հասկացան, որ այլևս բաժանումը մոտեցավ, ոմանք հասկացան, որ մոտեցավ չարչարանքի պահերը, իրենց արդեն չարչարանքի հերթն էր, Քրիստոս չարչարվեց, խաչվեց, աշխարհը հաղթեց, հարություն առավ, երևաց մարդկանց ցույց տվեց, որ մահը անգամ վերջնակետը չէ, մահով չէ, որ կարող է մարդուն ոչնչացնել որևէ մեկ բան այս աշխարհի մեջ, այլ մահը ընդամենը ժամանակավորապես փոխադրումն է մեկ կյանքից մեկ այլ կյանք, ժամանակավորապես ընդորում։ Մենք այսօր այնքան ենք ողբում մահը, այնքան ենք ցավում մահվան համար, որ մոռանում ենք, որ մենք քրիստոնյա ենք, մոռանում ենք, որ ունենք Աստծո խոսք, մոռանում ենք, որ ունենք Աստծո պատգամ, որ այո մեռանք, մարմնով մեռանք, բայց հոգով չենք մեռել։ Այդ հոգին կա, հոգին ապրում է, հոգին շարունակում է ապրել։ Եվ բացի սրանից ձեր հարություն գոյություն ունի։ Ուրեմն Պողոս առաքյալն ասում է, եթե իր հույսը կապել է այս աշխարհի վրա, մեր Տիրոջ վրա ենք դրել մեր հույսը, միայն այս աշխարհի համար, ես չեմ հավատում հարության հույսի, ես չեմ հավատում, որ մեռելները հարություն պիտի առնեն, ես չեմ հավատում, որ այս աշխարհից են կողմել աշխարհ գոյություն ունի, ես չեմ հավատում Տիրոջ երկրորդ գալուստին, ուրեմն քո հավատքի իզուր է, քո ապրելը անգամ իզուր է։ Իզուր էր ապրում ես։ Մեկ է, տանջվեսել, տառապեսել, տնկնեսել, չգիտեմ, ինչ էր ուզում ես արա, օրերից մեկ օր, թողնելու ես գտես։ Կորցնելու ես այն ամենը, ինչ որ ունես։ Դրա համար ինչի համար են այս տոները, այս տոնակատարությունները, այս արարողությունները, ինչի համար են մեր մեջ վերարթնացնելու հույսը, նպատակը, սերը, ջերմությունը եւ կյանքի նկատմամբ եւ հարության նկատմամբ եւ այս աշխարհի վրա հույս ունենաս ապրես, չհիասթափվես, չասես, ինչ եմ սարքում եկեք քանդվես։ Երբեմն լինում է, չէ՞, մեր մեջ այդպիսի հիասթափություն, տանջում տարապում ես, թեպուս քո զավակին կրտելու դաստիարակելու հարցում, երբ որ տեսնում ես այդ զավակը, այն չի մեծանում, ինչ որ դու ես ուզում, սկսում ես հիասթափվել։ Սաղ կյանքս տանջվեցի, դառը դատեցի, դատարկ նստավոր քեզ կերցնել, դու էլ այսպես ապերախտ զավակ դուրս եք, չէ՞, հիասթափվում ենք։ Բայց կյանքը դեռ առջևում է։ Ուրեմն եթե ամեն հայրապոխին մեր կյանքում այս աշխարհի վրա հիասթափվենք, բա այնտեղ ինչ ենք անում։ Բա որ երկինք բարձրացենք, ինչ ենք լինելու։ Բարով ավելի Աստծու մոտեցանք, ինչ ենք լինելու։ Ավելի մեծ պատասխանատվություն է կրվելու մեր վրա, դրվելու մեր վրա, բա ինչ է լինելու։ Ուրեմն դրա համար այս ամեն ինչը, ինչ որ տրված է Սուրբ Գրքով, ինչ որ մենք ապրում ենք, շնչում ենք, գոյատևում ենք, ինչով որ առնչվում ենք, ինչին որ հաղորդվում ենք, կամ ասեմ հաղորդության խոսքին, ինչին որ մենք հաղորդվում ենք, հաղորդացվում ենք,
մեզ դա կյանք է տալիս, մեզ դա հույս է տալիս, մեզ դա ապրելու հնարավորություն է տալիս։ Ոչ թե հիասթափվելու, այլ ապրելու, որովհետև կյանքը ապրելու համար է, կյանքը մեղցնելու համար չէ։ Կյանքը այս աշխարհը Աստված տվել է, որպեսզի ապրես, ոչ թե մեղցնես։ Իսկ ինչպես ենք մեղցնում մենք, ցոփ ու շմայք կյանքով, անհույս կյանքով ապրելու։ Ամեն օր մեր կյանքը դժոխքի վերածելով։ Վազում ենք փուչ բաների հետևից, թողնելով ամենակարևորը։ Այսինքն մարդու անունը, մարդու հարգանքը, մարդու պատիվը, ճանաչումը, սերը, նվիրումը, երախտագիտությունը, ներողամտությունը, այս ամեն ինչը թողված, վազում ենք մեր եսի հետևից, վազում ենք մեր նյութականի հետևից, վազում ենք մեր անձի փառավորման հետևից, վազում ենք մեր անձի ձևավորման հետևից, վազում ենք մեր մարմնի շքեղության հետևից։ Ինչը որ փուչ է, որտեղ դու այդ ամենը քեզ հետ չես բերել եւ չես էլ տանելու։ Ուրեմն համբարձման տոնը եւս մեկ անգամ մեզ հուշում է ավետարանական այն ամբողջ անցած ճանապարհը։ Մենք տոնում ենք տոներ, արարողություններ միշտ 40 օր, 10 օր, 12-րդ օր, 13 օր, այսպիսի օրեր միշտ հիշում ենք, 7-րդ օր, 7 օր, եւ ննջեցյալների հետ կապված, մեր կյանքում ապրելու հետ կապված ամեն բան 40 օրերի, 12 օրերի, 7 օրերի, նմանատիպ օրերի հետ են կապում։ Այս սրանք Աստվածաշնչում հստակեցված օրեր են, որոնք խորհուրդներ են փոխանցում մեզ։ Ինչի համար, որովհետև դա Աստծուց տրված օրեր են, ժամանակահատված է, որի ընթացքում մակրված շրջան է ստուգած։ 40 օրը Աստվածաշնչում ամենաերկար շրջանն է մակրման։ 7 օրը ամենակարճ շրջանն է։ 12 կամ 13 օրերը այն օրերն են, որոնք որ մեզ տրված են տարվա ամեն ամիսներին ապրելու, վերհիշելու, մեր մեղքերը թողնելու։ Իսկ 40 օրերը կամ 40 տարիները նրա համար են մեզ տրված, որ մենք հիշենք Աստվածաշնչում այն դրվագներն ու հատվածները, որոնք մեզ ուղղորդում են դեպի ապաշխարության ճանապարհ, դեպի քավության ճանապարհ, վերանորոգության ճանապարհ։ Աստված արդեն իսկ գիտի հաշվարկն արել է եւ դրել է մեր առաջ։ Ինչպես հրեա ժողովուրդը 40 տարի անապատում ճգնեց։ Ինչի 40 տարի, թող 45 տարի ճգնի։ Ինչի 40 տարի։ Որտեղ Աստված գիտեր, որ սերունդը փոխվում է 40 տարին մեկ։ Մարդը սկսում է ծերանալ 40 տարին մեկ։ 40 տարի հետո, մինչև 40 տարեկան մարդը աճում է։ Մարդը զարգանում է, մարդու հիշողությունը, մարդու կարողությունը, մարդու ունակությունը դեռ հենց փայլում են, զարգացման շրջանի մեջ է։ Մարդը հենց առաջ է նայում, հետ չի նայում։ Մինչև 40 տարեկան մարդը մահվանից չի վախենում։ Մինչև 40 տարեկան մարդը հետ չի նայում։ Մինչև 40 տարեկան մարդը ինչ քայլը որ գնում է, չի կասկածում։ Վստահ է ինչ քայլերի վրա։ Բայց երբ 40 տարին անցնում է, մարդը սկսում է սարսռել, մարդը սկսում է վախենալ, մարդը սկսում է տատանվել, որոշումների մեջ տարուբերվել, փոփոխվել, սկսում է կամաց մանգանալ, մանուկի պես մտածել, սկսում է մարդկանց չվստահել, կյանքը արդեն ճանաչել է 40 տարիների ընթացքում, այսինքն արդեն իսկ հետ ընթացք է ապրում, արդեն հետ էտապային կարգավիճակի մեջ է։ Դրա համար Աստված 40 տարի ժամանակով կարգադրեց հրեա ժողովրդին, դեգերել անապատում, որպեսզի մաքրվեին այդ ժողովուրդը, նոր սերունդ ձևավորվեր, եւ այդ նոր սերունդը նոր իրավունք ունենար մտնել ավետյաց երկիր։ 40 օր ու գիշեր անձրև տեղած երկրի վրա։ Ինչի համար 40 օր ու գիշեր ջրեղեղի ժամանակ անձրև տևա։ Թող 100 օր տևա, թող 500 օր տևա, թող 5 օր տևա։ Որտեղ Աստված գիտեր 40 օրվա ընթացքում է հնարավոր երկրի ընդերքը
40 օրվա ջրի պաշարը կարա կլանել։ 40 օրվա անընդհատ գալացած ջրի պաշարից հետո այդ երկրի ընդերքը ավելով ջուր չի կարող կլանել։ Կթողնի արդեն գետ կրում։ Եվ գիտի դրանից հետո ինչքան ժամանակ է պետք լինելու, որպեսզի այդ ջուրը ցամաքի։ Ու Աստված այս հաշվարկներով է այդ 40 օրը նշել։ Տեղատարապետ անձրևի կամ ջրեղեղի։ Նույնն է մեր 40-ի հետ կապված, եւ երեխաներին է վերապահված, եւ ծնողներին է վերապահված, եւ նաեւ ննջեցյալներին է վերապահված։ Օրինակ ինչի համար եք մենք երեխայի 40 նշում։ Իմաստը ո՞րն է երեխայի 40։ Մարդու օրգանիզմի մեջ, ինչպես մեր եկեղեցու հայրերն են ասում, երբ որ մարդը հղիանում է, կինը հղիանում է, մինչև 40-րդ օրը գիտությունը, բժշկությունը չի կարող ապացուցել այդ կինը իրապես մարդկային կերպով հղիություն ունի թե չէ։ Այո, տեսնում եմ, որ հղիություն կա։ Ստուգման ժամանակ տեսնում եմ, որ հղիություն կա։ Բայց իբրև մարդ դեռ ձևավորված չէ սաղմի մեջ։ 40-րդ օրից հետո նոր սկսվում է սաղմից դուրս գալ եւ ձևավորվել իբրև մարդ արարած։ 40 օրը լրանում է եւ երեխայի սիրտը սկսում է բաբախել։ Մոր արգանդի մեջ։ Այո, հենց այդ պահից սկսյալ Աստված հոգին դնում է։ Քանի որ այն պահից սկսյալ, երբ երեխայի սիրտը խփում է, ուրեմն նշանակում է հենց այդ պահին է, որ Աստված հոգին դրեց մեջ։ Մինչև այդ երեխան բանական էակ չէ։ Ինքը կենդանի է կոչվում։ Ինքը ողջ չի համարվում, ինքը մեռած է։ Կենդանանում է։ Եվ դրա համար էլ որ դարձյալների, երբ որ մարդը մահանում է, մարդը մահը ինչպես է դիտարկում, բժշկության մեջ, սրտի կանգնով։ Կապ չունի պոշկետ աշխատում է, թոքդ աշխատում է, ուղեղդ աշխատում է, չգիտեմ, հոդիդ կուտմատը աշխատում է։ Կարա սա ամբողջ օրգանիզմդ աշխատի, բայց սիրտը չաշխատեց, այլևս մեռած ես։ Արդեն նշանակում է հոգին դուրս է եկել։ Արհեստականորեն, արհեստական ապարատուրաներով հնարավոր է, որ քեզ հələ դեռ դու շնչես, հնարավոր է, կամ լինում են ենքան են վերակենդանացման բաժում բարգը, բայց սիրտ չկա, այդ մարդ վաղուց չկա։ Ապարատներն անջատ է երկու վարգյան հետո այդ մարդը վերջ է։ Այսինքն սրտից է կապված։ Առաջին զարգը սիրտը տվեց մայրական արգանդի մեջ երեխան, նշանակում է Աստված հոգին դրեց, վերջին պահին զարգը խփեց ու կանգնավ, նշանակում է Աստված հոգին արժեք։ Սիրտը տվեց, սիրտով արժեք։ Սիրտն է կարևոր։ Դրա համար այս տարն ու վերցնելը 40 վայրկյաններ է դեպ։ Որտեղ վերջին պահին, որ սիրտը պետք է կանգնի, ավարատուրան որ ցույց է տալիս է դու որ խփում է։ Ուրեմն մարդու սրտի պահը, երբ որ ուզում ես գաս վերջնականապես այդ մարդը մեռավ թե չէ, 40 վայրկյան հաշվում է։ 40 վայրկյան հաշվեցին, այլևս սիրտը հետ չգավ, ուրեմն կմեռած։ Ուրեմն ամեն բան կախված է այդ հաշվարկների 40 օրերի, 40 տարիների, 40 պահերի վայրկյանների։ Դրա համար երեխան որ ծնվում լույս աշխարհ է գալիս, քանի որ ինքը մայրական արգանդի մեջ 40 օր դեռ կենդանի շունչ արարած չի եղել, այդ 40 օրերի համար անցնում է երկրի վրա մի ճանապարհ, որ միջոցով ապաշխարության մաքրման ճանապարհն է անցնում։ Որ 40-ի բերում են եկեղեցի երեխային, որպեսզի աղոտ կարտացվի մոր վրա, մորը սրբագործման համար, որտեղ 40 օր կարծես է մայրը մեռել է կրել իր արգանդի մեջ։ Դա համարվում է անմաքրություն։ Այդ անմաքրությունը մաքրելու համար անհրաժեշտ է 40-րդ օրը եւ երեխայի մորը օրդե
եւ երեխային։ Հիմա նույնն է 40-րդ օրը 40 օր շարունակ Քրիստոս շրջեց աշխարհի վրա։ Դարձյալ էլի երևաց մարդկանց, քարոզեց Աստծո խոսքը, 40-րդ օրը նոր երկինք բարձրացավ։ Ինչի 40 օր, ինչի 41 օր չէ, 45 օր չէ։ Որովհետև մարդու հասանելի ժամանակը, ուղեղին հասանելի ժամանակը 40 օրվա ընթացքում։ Երբ որ մարդու խոսք ես խոսում, հիմա ես որ խոսք եմ խոսում, կարող ես պային դուրս գալ, հեշտ բան չեմ հիշի։ 40 օր անցնի, այս 40 օրերի ընթացքում կարող է ոչ մի բան չհիշել։ Այսօրվա խոսածած ես։ 40-րդ օրը անցավ, նոր ձեր ուղեղի մեջ սկսում է տպավորվել այն խոսքերը, ինչ որ այսօր 40 օր առաջ խոսել եք։ Ուրեմն սա աստվածային հաշվարկ է, ամենայն հաշվարկի մեջ։ Դրա համար 40 օր Քրիստոս շրջեց երկրի վրա, 40 օր մարդկանց երևաց, որպեսզի 40 օրվա ընթացքում տպավորվի մարդկանց մեջ, մարդկանց հավատքը զորանա 40 օրվա ընթացքում, հետո նոր այդ սերմը ծրի, նոր ինքի երկինք բարձր։ Նույնն է յուրաքանչյուր սերմ, որ գցում ես հողի մեջ, ինքը իր ամբողջական եւ վերջնական արդյունքը ստանում է 40-րդ օրը։ Վերջնական տեսքը ստանում է 40-րդ օրը։ Կարող է յուրաքանչյուր ծիր, որ դուրս է գալիս, ու առաջին հայացքից ու չես է ճանաչի։ Ինքը, չգիտեմ, խաղողի սերմ է, ցորենի սերմ է, ցորենի հասկի բան է, ծիլ է, կարտոշկի ծիլ է, չգիտեմ ինչի ծիլ, չի տարբեր։ Ամբողջական իր տեսքը ստանալու համար, որպեսզի կարողանա ինքը արդեն իսկ իրենից սերունդ ծնի, դա երևում է 40-րդ օր։ Ուրեմն, այսպես կարելի է հատ թվարկել, ինչի համար 40-րդ օրը Քրիստոս երկինք բարձրացավ եւ ինչ կապում է այդ 40 օրերի հետ։ Ուրեմն սրանք քրիստոնեական խորհուրդներ են։ 40 օրվա տարվա հետ կապված խորհուրդներ, որոնք մեր կյանքում կան, եղել են եւ կմնան։ Ուզում ես ընդունի, ուզում ես մի ընդունի, կա։ Ինչպես որ իմ հավատալով կամ չհավատալով չէ, որ Աստված գոյություն ունի կամ չունի, այնպես էլ իմ հավատալով կամ չհավատալով չէ, որ այդ թվերի նշանակությունը մեծագույն դերակատարություն ունի մեր կյանքում։ Հիմա այսօր համբարձման տոնն է։ Ինչպես որ հրեշտակների երկեցողությունն է մեզ եւս մեկ անգամ ցույց տալիս, ասելով համբարձեք իշխանք, ըստրումը զերի վեր համբարձեք դրում քավիտենից մցե թակավոր հարած, վեր բարձրացրեք երկնային արքայության դռները, վեր բարձրացրեք ով իշխանած դաս, որպեսզի մեր փառքի թակավորը մտնի ներս։ Հիմա տեսեք ինչ է տեղի ունենում։ Այստեղից, այսօրվանից, մինչև կիրակի, մինչև այդ իշխանած դաս մտնելու օրը, որ մարմաշեն վանքի նաև ուխտի օրն է, չէ, երկրորդ ծաղկազարդ։ Առանցնակի օրեն է մեր եկեղեցական հայրերը զետեղել այդ տոնը մեր տոնացույցի մեջ։ Ինչի համար, որովհետև 4 օրվա ճանապարհ է, որ անցնում է Քրիստոս, հասնում է երկնային արքայության իշխանած դաս։ Դրա համար անմիջապես երկնային արքայության 4-րդ դասին ենք դիմում մեր աղոթքով։ Համբարձեք իշխանք, ըստ դրումը ստերի վեր, համբարձիկ դրում քավիտենից եւ մցեք թակավոր հարած։ Մենք 4-րդ իշխանած դասին, երկնային արքայության հրեշտակապետած 4-րդ դասին ենք դիմում, ասելով իշխաններ, բացեք երկնային արքայության շղթաները, բացեք երկնային արքայության դռները, որպեսզի մեր փառքի թագավորը մտնի ներս։ Եվ դրա համար այնտեղ, երբ որ մտնում է իշխանած դաս, Քրիստոս, ինչպես որ երկրի վրա Քրիստոս մտավ Երուսաղեմ մտնելու ճանապարհին ժողովուրդը ձիթենյա ճյուղերով էր դիմավորում Քրիստոսին,
Այնպես էլ երկնային Երուսաղեմ մտնելու ժամանակ, այսինքն 4-րդ իշխանած դաս մտնելու ժամանակ, Քրիստոսին երկնային զորքն է դիմավորում նույն ցնծությամբ, նույն ուրախությամբ, ինչպես երկրի վրա ծաղկազարդի ժամանակ։ Դրա համար մենք երկրորդ ծաղկազարդ ենք նշում համբարձումից հաջորդող 4-րդ օրը։ Ուրեմն այս օրերին, քանի դեռ Քրիստոս երկինք է համբարձվում, մեր Քրիստոս հարյար իմերելոց խոսքը վերափոխվում է մեր շնորհավորանքին, այն շնորհավորանքին, որ Քրիստոս երկինք համբարձվեց։ Մեկս մյուսին շնորհավորում ենք մեր համբարձման տուն այս 4 օրերին, որովհետև Տերը համբարձվեց, որպեսզի իր Սուրբ Հոգին ուղարկի։ Այդ Սուրբ Հոգով լուսավորի, զորացնի յուրաքանչյուր քրիստոնյա, յուրաքանչյուր հավատացյալ։ Այսուհետև ավարտվեց Հիսուս Քրիստոսի երկրային կյանքը։ Նրանից հետո սկսվելու է Սուրբ Հոգու մխիթարության կյանքը, ինչպես Քրիստոսն է ասում. ես գնալու եմ ինձանից հետո ուղարկելու եմ մխիթարչին եւ նրանով պիտի մխիթարվեք։ Սրանք հաջորդական էտապներ են Սուրբ գրքում գրված, որը մենք ապրում ենք, մենք չենք մեռնում, մենք ապրենք պետք է դրանք։ Դրա համար եմ ասում, կյանքը պետք է ապրել, կյանքը չպետք է մեռցնել։ Պետք է ապրել ամեն վայրկյանով, որը Տերը մեզ շնորհել։ Հիմա հաջորդիվ մենք սպասումով պետք է սպասենք Տիրոջ Սուրբ Հոգու գալուստին, Հոգե Գալստյան տոնին, դարձյալ էլի Հոգե Գալստյան տոնին այստեղ եք պատարագի։ Այո, այստեղ եք։ Հունիսի 8-ին կարծեմ։ Այստեղ եք դարձյալ պատարագի։ Մեծ սրտի թրթիրով, մեծ ցնծությամբ սպասելու ենք Հոգու Գալստյանը, որ ինչպես որ իջավ առաքյալների վրա, առաքյալների միտքն Հոգին պայծառացավ, այնպես էլ սպասենք Սուրբ Հոգու Գալստյան, որպեսզի Սուրբ Հոգին գա մեր միտքն Հոգին պայծառացնի։ Ուրեմն դրա համար փառք մեր Տիրոջ հրաշափառ համբարձմանը, որ երկինք համբարձվեց, իր 40 օրերի աշխարհի վրա շրջելուց հետո, մեր մեջ բնակվելուց հետո, եւ չպիտի մոռանանք, որ ինչպես ասում էր Քրիստոս, ես ես հետ եմ մինչև աշխարհիս վախճանը։ Այո, Տերը մեզ հետ է մինչև աշխարհի վախճանը։ Թող ուրեմն Տիրոջ օրհնությունը եւ ներկայությունը միշտ մեզ հետ է, այժմ եւ հավիտյանս։ Ամեն։